Դուք դիտում եք հեռանկարը, իսկ հեռանկարում այսօր հեռավար հյուրընկալել ենք Միացյալ Նահանգների Stonehill քոլեջի դասախոս Աննա Օհանյանին, զրուցելու ենք տարածաշրջանային զարգացումների, Թուրքիայի քաղաքականության եւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին։ Տիկին Օհանյանը հաճախ է հետազոտություններ իրականացնում հենց Թուրքիայում։ Տիկին Օհանյան, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու պատրաստակամության համար։ Շնորհակալություն հրավերի համար, Վահագն։ Ինչպես արդեն ասացի, դուք հաճախ եք ըստ էության հետազոտություններ իրականացնում Թուրքիայի հետ կապված, լինում եք նաև Թուրքիայում այդ հետազոտությունները տեղում եք իրականացնում։ Այ հետաքրքիր է վերջին անգամ երբ եք այդպիսի հետազոտություն իրականացրել եւ քանի որ այդ հետազոտությունները հիմնականում վերաբերում են Թուրքիայի արտաքին քաղաքականության դերին, միտումներին, փոփոխություններին, հետաքրքիր է վերջին ուսումնասիրությունների համաձայն այդ երկրի արտաքին քաղաքականության միտումներում ինչ տեղ ու դեր ունի Հայաստանի Հանրապետությունը։ Նախ ասեմ, որ ես Թուրքիան ուսումնասիրում եմ ավելի համեմատական կարգով, Թուրքիան համեմատում եմ օրինակ Հարավային Կորեայի հետ, Ճապոնիայի հետ, դրանք համարվում են միջին կարգի խաղացողներ, այսպես ասած միջազգային համակարգում, եւ այժմ քանի որ միջազգային համակարգում, այսպես ասած կանոնների վրա հիմնված աշխարհակարգը թուլանում է, չի փլուզվում։ Շատերը հույս են կապում Թուրքիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի նման կամ Ինդոնեզիայի նման միջին կարգի խաղացողների հետ, թե նրանք կկարողանան աշխարհակարգը, լիբերալ սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգը խորացնել։ Բայց իրականության մեջ, երբ որ Թուրքիան համեմատում եք օրինակ Հարավային Կորեայի հետ կամ Ճապոնիայի հետ, տեսնում եք, որ բոլորովին տարբեր քաղաքականություն են վարում։ Ի տարբերություն Ճապոնիայի, որը արդեն տնտեսական առումով գերտ տերություն է համարվում, կամ Հարավային Կորեայի, կամ Կանադայի, Թուրքիան իր հարևանությունը, իր այսպես ասած տարածաշրջանում չի վարում նույն տիպի քաղաքականություն, ինչ որ Հարավային Կորեան օրինակ։ Իսկ Հարավային Կորեան տարիներով, տասնամյակներով երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նույնիսկ ունենալով Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը, շատ ընդգծված կերպով փորձել է աշխատել է իր ռեգիոնը խաղաղացնել, օրենքների վրա է փորձել հարաբերություններ կառուցել։ Այդ առումով Թուրքիան տարբերվում է եւ սա շատ կապ ունի այն բանի հետ, որ Թուրքիայի ներսի քաղաքականությունը շատ փոխվել է։ Օրինակ 2000 թվականների սկզբի Թուրքիայի ռեգիոնալ քաղաքականությունը շատ տարբեր էր, ավելի տեղավորվում էր քիչ թե շատ լիբերալ համակարգի մեջ, բայց հիմա Էրդողանի վարած քաղաքականությունը շատ տրանսակցիոն է, շատ անորոշ եւ կասեի, որ եւ Հայաստանի, օրինակ Հայաստան-Թուրքիա սահմանի այն, որ դեռ փակ է, դա շատ ցցուն է դարձնում, թե Թուրքիայից վարած քաղաքականությունը որքանով է տարբերվում մյուս միջին կարգի խաղացողների հետ, բայց նաեւ թե ինչքան է տուժում Թուրքիան իր վարած քաղաքականությունից։ Նույնիսկ օրինակ եթե համեմատեք Հարավային Կորեան շատ ավելի քիչ բնակչություն ունի, շատ ցուցանիշներով ավելի փոքր է աշխարհակական դիրքը, քան Թուրքիան, բայց շատ ավելի հարուստ երկիր է, շատ ավելի կարևոր նշանակություն ունի իր ռեգիոնում, քան թե Թուրքիան։ Այսինքն եղանակ չի կարողանում ստեղծել այն ձևով ամբողջ ռեգիոնում, օրինակ թե Հարավային Կովկասում, թե Հյուսիսային Աֆրիկայում, թե Բալկանյանում, ոչ միայն Հարավային Կովկասում, բայց Հարավային Կորեան, եթե վերցնում եք, նա շատ ավելի լուրջ խաղացող է իր ռեգիոնում եւ նաեւ գլոբալ շրջանակներում։ Ասեմ, որ Թուրքիայում եղել եմ անցյալ տարի, դեռ այդ մեկ անգամ է որ գնացել եմ, երևի էլի նորից կգնամ, բայց ես հիմա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համեմատության մեջ եմ դիտում այդ կշիռի նման խաղացողների հետ եւ Հարավային Կորեայի մեկնում վաղը, թերևս դրանից հետո կարող ենք նորից խոսել։ Տիկին Օհանյան, հետաքրքիր է, որոնք են հիմա համարվում այդ արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի առաջնահերթությունները եւ արդյոք այդ առաջնահերթություններում մեծ տեղ ու դիրք ունի հարևան պետությունները՝ Հայաստան, Ադրբեջան։
ուրեմն Թուրքիան հատկապես 2020 պատերազմի ժամանակ անշուշտ Թուրքիայի վարած քաղաքականությունը Արցախի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եւ այլն եւ 16 թվից այս կողմ այդ քույից հետո Թուրքիան որդեգրել այսպես ասած ստրատեգիկ ավտոնոմիայի քաղաքականությունը ասելով որ այո մենք Թուրքիան մխրճված է եվրոպական, եվրոատլանտյան կառույցների մեջ բայց Թուրքիան որպես եւ շատ սա էլ ներսի նացիոնալ ազգայնական քաղաքականություններից է նաեւ բխում եւ ավտորիտարիզմից է բխում եւ Էրդողան ասում է որ մենք ավելի ստրատեգիկ անկախություն ենք փնտրում եւ այդ առումով եթե համեմատում եք Թուրքիան էլի արևելյան Ասիայի նմանատիպ խաղացողների հետ նրանք էլ են ստրատեգիական ավտոնոմիա փորձում փնտրել բայց դա նրանք չեն ջախջախում իրենց շրջակա միջավայրը իրենց ռեգիոնը եւ կառույցներով ավելի լավ են աշխատում լիբերալ սկզբունքները ավելի են հարգում բայց ասեմ որ Թուրքիան փորձեց ավելի ռազմականացված արտաքին քաղաքականություն վարեց անշուշտ 20 թվականին դրանից առաջ որ ռազմական ձևով փորձեց ռեգիոնալ հարաբերություններ փոխել միջին արևելքում օրինակ հարավային Կովկասում անշուշտ բայց պարզվեց որ դրանով շատ իր շահերը չկարողացավ առաջ տանել եւ հիմա փաստորեն թե հարավային Կովկասում եւ թե միջին արևելքում Թուրքիայի ազդեցությունը չի խորացել եւ ընդհակառակը միջին արևելքում նա լարվածության մեջ է Իսրայելի հետ որը շատ ավելի օգտագործելով հենց Թուրքիայի մեթոդոլոգիան ռազմականացված արտաքին քաղաքականություն է վարում Իսրայելը եւ այդ կոնտեքստով փաստորեն Թուրքիան իր համար ավելի դժվար, ավելի անկախատեսելի ռեգիոն հասցրեց միջին արևելքում, քան նախկինում էր։ Ուզում եմ ասեմ, որ Թուրքիան կարծես թե եւ էլի իր ներսի ավտորիտարիզմից է գալիս, չի կարողանում իր հսկա կապերը եվրոատլանտյան կառույցներում օգտագործել այնպես, որ թե տնտեսությունը զարգանա եւ թե գլոբալ առումով հաշվի նստան։ Այսինքն տրանսակցիոն բնույթի քաղաքականություն է վարում, օրինակ չի թողում ՆԱՏՕ-ի մեծացումը կամ անշուշտ Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի, բայց սրանք իմ վարած հետազոտությունը Թուրքիայի ներսում ցույց տվեցին մի քանի 20-ից ավելի ինտերվյու արեցի վերլուծաբանների եւ նախկին դիպլոմատների հետ, որոնք ասում են, որ այս վարած քաղաքականությունը Թուրքիայի շահերը առաջ չի տանում եւ հատկապես մատնանշում են այն, որ Ադրբեջանը կարողանում է Թուրքիայի նման պետության վրա վետո դնել եւ փաստորեն Թուրքիան չի կարողանում կարծես թե ինքնուրույն քաղաքականություն վարել հարավային Կովկասում։ Այն, որ եղբայրական պետություն են եւ այլն, դա ստրատեգիկ առումով շատ թանկ է նստում Թուրքիայի պետության վրա եւ դա ցույց է տալիս Թուրքիայի ներսի ինստիտուցիոնալ կառույցների թուլությունը, քան թե Ադրբեջանի ուժը։ Բայց ինչով է կաշկանդված Թուրքիան ըստ էության Ադրբեջանից հաշվի առնելով այն, որ հենց նույն 2020 թվականին Թուրքիան էր այն խոշոր խաղացողը, որ օգնեց Ադրբեջանին եւ Ադրբեջանը հասավ իր ըստ էության նպատակին։ Շատ լավ հարց եք տալիս Վահագն, իրականության մեջ եթե պատճառը այն է, որ Թուրքիայի քաղաքական համակարգը դարձել է ինստիտուցիոնալ կառույցները թուլացել են, արդեն արտաքին քաղաքականությունը վարելու մեջ Էրդողանը այդքան չի լսում արտաքին գործոց նախարարության, այսինքն այդ հսկա դրան ասում են foreign policy establishment այդ կառույցների վրա չի հիմնվում եւ ամբողջ արտաքին քաղաքականությունը անհատականացվել է եւ քանի որ Ալիևը նույնիսկ ընտրությունների Թուրքիայի ներսի ընտրությունների ժամանակ կարողանում է ներդրումներով կամ տարբեր եւ կեմպեյն է անում եւ գալիս է Թուրքիա գալիս եւ ասում է որ այսինքն փորձում է օգնել Էրդողանի վերընտրմանը եւ հաշվի առնելով որ Էրդողանի անցյալ տարվանից արդեն ցույցեր եղան Իստանբուլի քաղաքապետը ձերբակալված է որը համարվում էր եւ մինչեւ հիմա համարվում է Էրդողանի մրցակից այսինքն սրանք ներսից շատ են թույլատրել Էրդողան
Էրդողանին եւ դա հնարավորություն է տալիս Ադրբեջանին տեղավորվել Էրդողանի վարած քաղաքականության մեջ այսինքն ես մեղը տեսնում եմ զուտ ինստիտուցիոնալ թուլության մեջ Թուրքիայի ներսում քանի որ ելի եմ ասում եթե համեմատում եք Թուրքիան իր քշիրի նման մյուս ուրիշ խաղացողների հետ տեսնում եք որ շատ տարբեր է Թուրքիայի վարած քաղաքականությունը եւ ստրատեգիկ ռիսկերը շատ են Թուրքիայի համար Եվ Թուրքիան անընդհատ ձգձգում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Արդեն չեմ հիշում, թե որերորդ անգամն են, երբ հանդիպումներ են տեղի ունենում, հույս է հայտնվում, որ հեսա առաջիկայում լավ նորություն է սպասվում, հեսա հայ-թուրքական հարաբերություններում մեծ առաջընթաց կա, բայց գոնե թե ակնհայտորեն այդ առաջընթացը հրապարակայնորեն չի երևում։ Ես չեմ զարմանում, այսինքն եթե մեղը Ադրբեջանի, եթե այսպես ասենք գնդակ Ադրբեջանի դաշտում է, ռեգիոնի բացելը ինֆրաստրուկտուրային կապերի խորացումը, հարաբերությունների ստաբիլությունը, նույնիսկ ազատ առևտրի խորացումը եւ որ կախված չլինի թե Ալիևը ինչ է թելադրում, որ ապրանքը կարող է վաճառվել Հայաստանում, երբ որ ռեգիոնալ կապերը խորանում են եւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բացումը այն վերջին ամենակարևոր մեխերից է, որ հարավային Կովկասը ռեգիոնալ առումով խորանա ու դառնա անկախ խաղացող։ Երբ որ ենթադրենք այս սցենարը եթե լինում է, դա Ալիևը համարում է ռիսկային, քանի որ շատ հետազոտություններ կան, որ ցույց են տալիս, որ այն ավտորիտար երկրները, որ անհատականացված սիստեմներ են, ոչ թե օրինակ Չինաստանը մեկ կուսակցության վրա հիմնված է, կան ավտորիտար երկրներ, որ ռազմականացված են, բայց Ադրբեջանի ավտորիտար համակարգը անհատականացված է։ Այսինքն Ալիևը կախված է շատ փոքր խմբի աջակցությունից, մի քանի մարդկանցից աջակցությունից է կախված ներսում, տնտեսական դրանց պետք է սնի, դրանց պիտի անդադ բավարարի։ Այս պարագայում այդ տիպի անհատականացված ավտորիտար երկրները վախենում են ռեգիոնների բացումից, քանի որ դա կստեղծի նոր տնտեսական շահեր, օջախներ եւ իրանք ամբողջ վերահսկողությունը կկորցնեն եւ ռեժիմի ստաբիլության հարց է։ Եվ բացի դրանից այս ստատուս քվոյով Ալիևը եւ Թուրքիան, քանի որ ներսից թույլ են, կարողանում են խաղակարդ պահել իրենց ձեռքում, որպեսի բանակցեն թե Ամերիկայի հետ եւ թե Ռուսաստանի հետ։ Սա նույն ստրատեգիան է, որ Բելարուսիայի Լուկաշենկոն էր վարում նախքան այն, որ այնտեղ ցույցերը սկսվեցին եւ ավելի մոտեցավ Ռուսաստանին։ Այսինքն ստատուս քվոն իրենց ձեռք է տալիս, քանի որ դրանով կարողանում են իրենց անհատական ռեժիմները շուկայի վերածել, այսպես ասած, եւ կարողանում են դրանով բանակցել գերտերությունների հետ, բայց թե Ադրբեջանը եւ թե Թուրքիայի շահերը այս ստատուս քվոից չեն շահում։ Հատկապես Թուրքիայի տնտեսությունը շատ թուլացած է եւ բազմաթիվ պատճառներ, այսինքն ձևերով Թուրքիան կշահեր, եթե սահմանը բացվեր եւ հարավային Կովկասը ավելի ամուր ռեգիոն դառներ, հատկապես հաշվի առնելով, որ տեսեք թե Իրանում ինչ է կատարվում։ Այսինքն հյուսիսից Ուկրաինայի պատերազմն է, հարավից Միջին Արևելքի Իրանի եւ նաեւ ընդհանրապես Միջին Արևելքի անկայուն վիճակն է։ Ես սա Թուրքիային թողում, հեսա Թուրքիայում ռեսպոնդենտներից մեկի բառերն եմ ասում, որ հարավային Կովկասի ստաբիլությունը իրենց շահերից է բխում, քանի որ երկու կողմից այդ միայն միջանցքն է, որ ստաբիլ ռեգիոն ունեն։ Իսկ թե ինչ է լինում, եթե գերտերությունները շրջապատված են լինում ջախջախված ռեգիոններով, դա Ռուսաստանը կարող է ասել, քանի որ եւ ոչ մի լավ տեղ դա չի տանում։ Այսինքն Ռուսաստանը միշտ փորձեց ջախջախված ռեգիոններով իրեն շրջապատել, որպեսզի գլոբալ առումով կշիռ ունենա եւ փաստորեն մի իրավիճակ եկավ հարավային Կովկասում, որ չկարողացավ այդ լոգիկան կառավարել։ Այսինքն Թուրքիայի ներսում հասկանում են, որ հարավային Կովկասի ստաբիլությունը անհրաժեշտ է, բայց չեն կարողանում ստրատեգիկ, այսինքն ուժը չունեն առաջ շարժվել այդ առումով, քանի որ ներսից երկիրը թուլացած է։ Իսկ Ադրբեջանի համար, Ալիևի համար ավելի ճիշտ, այն որ ստաբիլ ռեգիոնը, բաց առևտուրը կարևոր է, դա միանշանակ, քանի որ չնայած որ անշուշտ նավթի գները հիմա բարձր են, բայց Ադրբեջանի ներսում նավթի պաշարներն են
ենք քչանում եւ Ադրբեջանի առաջ հիմնական պրոբլեմը այն է, որ Ալիևը պիտի փորձի անցում կատարել նավթի վրա հիմնված տնտեսությունից դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը։ Իսկ դա անելու համար, նորմալ տնտեսություն զարգացնելու համար, որպես փոքր պետություն, Ադրբեջանը փոքր պետություն է, կողքի հարևան երկրների հետ տնտեսական կապերը, շուկաներ զարգացնելուց բացի այլընտրանք չկա։ Տիկին Օհանյան, իսկ առհասարակ հնարավոր է հաշտություն այն դեպքում, երբ նույն Թուրքիայում պետական մակարդակով ցեղասպանության մասին տեղեկությունները կեղծվում են դասագրքերում, երեխաներին այլ կերպ են ներկայացվում, պատմությունը եւ բնականաբար դրա հետևանքը լինում է թշնամության սերմանում հենց դպրոցական տարիքից։ Շատ լավ հարց է Վահագն, բայց ասեմ, որ սրա մասին բավականին վերլուծություններ կան, այսինքն թե միջազգային քաղաքականության դերը, թե պատմությունը ինչպես է օգտագործվում։ Ասեմ, որ եթե նայում ենք հետազոտությունները շատ են համեմատում Թուրքիան Ճապոնիայի հետ։ Օրինակ Ճապոնիան էլ իր գաղութացման շրջանում Կորեան փաստորեն վերցրեց 1910 թվին եւ գաղութացրեց ամբողջ Կորեան, դրանից հետո Ճապոնիան Չինաստանի մի մասը վերցրեց եւ տասնյակ միլիոնավոր չինացիներ մահացան այդ 15 տարվա process-ում, երբ որ Ճապոնիան ներխուժեց Չինաստան, քիմիական զենք օգտագործեց եւ արդեն կոտորածներ եղան եւ այլն, այսինքն անշուշտ գենոցիդը շատ սպეციფიկ տիպի բռնության հանցանքի, միջազգային հանցանքի տեսակ է, բայց եթե նայում ենք որպես թե ինչպես են երկրները դիպլոմատիան, ինչպես է ազդում պատմությունը ինչպես է ազդում ժամանակակից քաղաքականության վրա, այս նմանատիպ երկրները ուսումնասիրել է պետք։ Ճապոնիա, Հարավային Կորեա, Ճապոնիա, Չինաստան հարաբերությունները հետաքրքիր են, քանի որ եթե համեմատում եք, կարճ պատասխանեմ, որ ինչպես որ դուք ձևակերպեցիք Վահագն, Հայաստանը ուղի չունի, այսինքն եթե սպասենք, որ Թուրքիան փոխի իր մոտեցումը, թե ինչպես է պատմությունը, ինչպես է խոսում գենոցիդի մասին եւ հետո բացենք սահմանը, հետո հարաբերություններ հաստատենք, դա տուպիկ է, դա ոչ միտեղ չի տանելու։ Ընդհակառակը Թուրքիայի հետ հրան դինքն էր միշտ ասում։ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք կառուցել, որ քիչ-քիչ խոսակցության տեղեր առաջանան, բայց նաև կասեի, որ էլի Չինաստանի եւ Ճապոնիայի փորձը ցույց է տալիս, որ դիպլոմատական հարաբերություններ հաստատելուց հետո են հնարավոր դառնում այդ պատմությունը եւ ժամանակակից քաղաքականությունը համադրել։ Այսինքն ապագայում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում այդ դժվար դառը պատմությունը իր մնալու է որպես քաղաքականության ռելսերից մեկը, բայց շատ կարևոր է, որ Հայաստանի դիպլոմատիան մի քանի ռելսեր զարգացնի Թուրքիայի հետ շփվելու համար, մեկը տարբեր պրակտիկ, առևտուր եւ այլն հարաբերություններ խորացնելու համար, մյուսը պիտի մնա էլի պատմական խոսակցությունները շարունակելը եւ այդ հարցերը պիտի լուծեն, երբ որ Հայաստանի ներսում քաղաքական կուսակցությունները ամրանան, քանի որ օրինակ Ճապոնիան ինչու ավելի թե Ճապոնիան եւ Թուրքիան սկզբից չէին ուզում, այսինքն փորձում են առասպելագիտությամբ այսպես զբաղվել, լրացնում էին խոսակցությունը, բայց ի տարբերություն Թուրքիայի, Ճապոնիայի ներսում անշուշտ արգելված չէր պատմությանը քննադատորեն վերաբերվել, բացի դրանից Ճապոնիան միջազգային ճշմարտակ էր, քանի որ ոչ միայն Չինաստանը, այլև այլ երկրների զոհ երկրներ միավորվեցին եւ ճնշում գործադրեցին Ճապոնիայի վրա։ Հայաստանի դեպքում երրորդ երկրներ են ճնշում գործադրում Թուրքիայի վրա, որոնք ոչ բոլոր դեպքերում զոհ երկրներ են եւ ոչ non-state actors, ոչ պետական, այսինքն սփյուռքի կառույցներն են խաղում։ Իսկ այդ հաշվի առնենք, որ Հայաստանի կշիռը միջազգային հարաբերությունում եւ Չինաստանի կշիռը միջազգային հարաբերությունում։ Այսինքն Հայաստանը պետք է շատ լուրջ խմբագրի, թե ինչ
քաղաքական մեխանիզմներով պետք է շարունակի շփվի Թուրքիայի հետ իր տեսած պատմությունը առաջ տանելու համար։ Սա արդարադատության հարց չէ, սա էմոցիոնալ հարց չէ, խաղաքարտեր են անհրաժեշտ եւ Թուրքիայի հետ հարաբերությունը մի քանի ռելսերի վրա կառուցելը ուղղակի Հայաստանի համար անհրաժեշտություն է։ Եվ Ձեր ասած տեսակետների զուգահեռ ինչպես կգնահատեք այն, որ արդեն պաշտոնապես հայտարարվում է, որ Հայոց ցեղասպանության այդ ճանաչման գործընթացը արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ Հայաստանի Հանրապետության։ Ես համաձայն եմ այդ դիրքավորման հետ, բայց ասեմ, որ դեռ շատ բան դեռ չգիտենք, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գենոցիդի կոնտեքստում ինչպես են դասավորվելու։ Այսինքն Հայաստանի ներսի ինստիտուցիոնալ կառույցները անհրաժեշտ են, որպեսզի Հայաստանը կարողանա իր պատմագրությունը, որը միջազգային գիտական եւ քաղաքական առումով շատ հզոր ամուր արմատներ ունի, որ այդ ռելսը պահպանի Հայաստան-Թուրքիա իր բոլոր միջազգային հարաբերությունների մեջ։ Բայց դա նշանակում է, որ Հայաստանը արդեն պետք է շատ լուրջ սկսի մտածել, կոալիցիաներ կառուցել եւ տեսնում եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարծես թե այդ ուղղությամբ է գնում, կոալիցիաներ կառուցել այն երկրների հետ, որ նմանատիպ պատմություն են ունեցել։ Հայաստանը պիտի դառնա միջազգային իրավունքի, մարդկային իրավունքների ամենաուժեղ ջատագովներից մեկը։ Դա նշանակում է, որ ներսից Հայաստանի դեմոկրատիան պետք է ուժեղ լինի։ Եվ այս պայմաններով, բայց պնդել, որ քանի դեռ գենոցիդը չեք ընդունել ոչ մի հարաբերություն, դա միջազգային ուժի տեսակետից դա ոչ մի հեռուտեղ չի տանում, նույնիսկ տեսանք ինչքան ճնշում Վաշինգտոնի վրա գործածվեց, Բայդենը ընդունեց, հետո Տրամպը եկավ, նորից չընդունեց, այսինքն այդ process-ը կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնելու, թե ինչ է կատարվել գենոցիդի պատմությունը, բայց քաղաքական առումով դա, եթե նպատակը Թուրքիայի վարքը փոխելն է, Թուրքիայի վարքը այդպիսով չի փոխվելու, քանի որ այդ մեթոդը, այդ ուղին չի հաշվարկում միջազգային ուժերի կառավարումը։ Մի բան էլ ավելացնեմ, այս պայմաններում բոլոր այս խոշոր տերությունները 3 գործիք են օգտագործում։ Նրանք պատմագրությունը օգտագործում են որպես, այսպես ասած, իրենց քաղաքակրթական նարատիվներն են առաջ տանում, Ռուսաստանի մեծ Եվրասիան, որը նեոկայսրական խոսույթ է, Թուրքիայի նեոկայսրականը, Չինաստանն էլ ունի Թյանսյան, որ էլի նեոկայսրական նարատիվներ են, այսինքն խոշոր տերությունները նեոկայսրական նարատիվները ներկայացնում են որպես քաղաքակրթական նարատիվներ, երկրորդը ինֆրաստրուկտուրային ուժի ձևով են փորձում կիրառել, եւ այս առումով Ռուսաստանը չի կարողանում ինֆրաստրուկտուրային մեխանիզմներով խաղալ, նարատիվների վրա է շեշտը դնում, այն որ Հայաստանում նա այսինքն կարող էր այդ ինֆրաստրուկտուրային դերը կատարել Թրիպի շրջանակներում եւ չի կարողանում, էլի սկսում է ճնշել Հայաստանին, ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի կարողանում դրանով օգտագործել։ Եվ երրորդը ռազմական ուժն է անշուշտ։ Այս կոնտեքստում հասկանալով, թե միջազգային իրավունքները, մարդկային իրավունքները ինչպես տեղավորել այս ավելի շատ բազմամակարդակ գործիքակազմով ինֆրաստրուկտուրա, նարատիվներ եւ նաեւ ուժ այդ կոնտեքստում եմ ես տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, թե ինչպես կարողանա այդ երկու ռելսերը Թուրքիայի հետ հարաբերություններում զարգացնել։ Ճապոնիայի դեպքում էլ թե Ճապոնիան, այսինքն միանգամից ներողություն չխնդրեց, մի քիչ դա process է, մի քիչ ընդունեց, հետո ավելի խորացրեց, հետո էլի սկսեցին ավելի ժխտման նարատիվներ առաջ տանել եւ դա շատ կախում ուներ թե Ճապոնիայի ներսում որ քաղաքական ուժն էր ավելի ազգայնական թե ավելի լիբերալ Հայաստանի պարագայում օպոզիցիայի թուլությունը շատ է թուլացնում Հայաստանի ունակությունը այսպես մանևրելու միջազգային համակարգում իսկ օպոզիցիայի առաջ տարած ոչ Թուրքիային քանի որ գենոցիդի պատմություն կա որ անշուշտ շատ հայերն հասարակության մեջ ընդունված է այդ մոտեցումը ոչ մի հեռուտեղ չի տանելու եւ կապել Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը որպես փոքր պետություն գենոցիդի հետ
դա աշխարհաքաղաքական տուպիկ է տանելու եւ դա Ռուսաստանին շատ ձեռնտու է այդ ճանապարհը։ Եվ վերջում շատ հակիրճ ամփոփելով զրույցը, հատկապես որ դուք հիմա գտնվում եք Միացյալ Նահանգներում, ամփոփենք զրույցը հենց ձեր բերած օրինակով։ Տեսեք, ամեն ապրիլի 24-ին հայ հասարակությունը սփյուռքը ամբողջ աշխարհից սպասում էր, որ Միացյալ Նահանգների նախագահը օգտագործի եւ ըստ էության ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Բայդենը դա արեց, հետո եկավ Թրամփը, բայց Թրամփը չարեց։ Հիմա ինչ ստացանք Բայդենի ճանաչումից եւ ինչ չստացանք Թրամփի չճանաչումից։ Շատ հետաքրքիր հարց է, ասեմ, որ Վաշինգտոնի ճանաչել չճանաչել, սա դարձել ավելի էմոցիոնալ, արժեքը դրա շատ ավելի կարևոր է, քան թե քաղաքական առումով այն կարևոր է, քանի որ ճնշումը պահում է Թուրքիայի վրա, բայց դա բավական չէ, այսինքն Բայդենի ճանաչումը եղավ, բայց միևնույն ժամանակ Բայդենի նախագահության ժամանակ էր, որ Լեռնային Ղարաբաղը դատարկվեց։ Անշուշտ Լեռնային Ղարաբաղի դատարկման պատճառները շատ ավելի խորն են, բայց դա ուղղակի ցույց տվեց, որ այդպիսի ճանաչել չճանաչելը որպես քաղաքական գործիք Թուրքիայի վրա շատ թույլ է, բավարար չէ, այսպես ասենք։ Իսկ Թրամփի վարած Թրամփը ընդհանրապես նույնիսկ Ամերիկայի ներսում Ամերիկայի անցյալը փորձում է վերափոխել, այսինքն թանգարաններ են փոխվում եւ այլն, Ամերիկայի դառը պատմությունը նաեւ ստրկատիրությունը եւ այլն, ռասիզմը փորձում է ավելի վարդագույն ձևերով ներկայացնել եւ ասել, որ ամերիկացի ժողովուրդը պետք է հպարտ իրեն զգա։ Այսինքն ամերիկյան նացիոնալիզմի առաջ տանում։ Անշուշտ ժողովուրդը դա բոլորովին հեշտությամբ չի ընդունում, բայց այն որ Թրամփի համար էլ պատմությունը կարևոր չէ եւ փորձում է ամեն ինչ բիզնեսի միջոցով կոմերցիոն խաղաղություն հաստատել, դա հետաքրքիր է, դա չնայած որ Թրամփը չճանաչեց, բայց նաեւ Թրիպը որպես քաղաքականություն շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ Հայաստանին գործիք է տալիս, իր մտնել գլոբալ խաղացողների համակարգ։ Այսինքն դառնալ նորմալ պետություն, Ռուսաստանի կայսրական ծայրամասից դուրս գալ։ Եվ սա ուղղակի ցույց է տալիս, թե պետք չէ գերագնահատել, թե ճանաչում չճանաչման դերը, դրա դա կարևոր է որպես ճնշման գործիք, բայց ամեն ինչ կապել դրա հետ նույնպես վտանգավոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար, Վահագն։ Հիշեցնեմ, հեռանկարում Միացյալ Նահանգներից մեզ հետ կապ էր հաստատել Stonehill քոլեջի դասախոս Աննա Օհանյանը։